Մարդկանց կյանքը, ինքնորոշման իրավունքը բառացիորեն փոխարինվեց գազով և նավթային պայմանագրերով։ Երբ որ միջազգային դերակատարները տեսնում են, որ սեփական ժողովրդի շահերը ներկայացնող իշխանությունները ազգային շահով չեն առաջնորդվում։ Ցավալիորեն դեռևս պիտի արձանագրենք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է մի մարդ, ով ուղղակի չի խոսում Հայաստանի ժողովրդի շահերից և մեր երկրի շահերից։ Ասում են՝ լսեք, դուք մեզանից ինչ եք ուզում։ Ձեր ղեկավարը չի եկել ասել, որ Արցախն Ադրբեջան է, փակում ենք այդ էջը, թող արցախցիները գնան իրենց համար բանակցեն, ինչ կստացվի։ Երբ մենք գնում ասում ենք, մենք գերիների օրակարգ ունենք, ասում են՝ դուք վստահ եք, որ այդ օրակարգը Հայաստանի Հանրապետության օրակարգն է, որովհետև ձեր անունից բանակցողները այդ օրակարգը չեն դնում որպես առաջնային օրակարգ։ Իշխանությունները այսպես կեղծ օրակարգեր են բերում, որպեսզի իրենց անգործությունը, ու շատ սխալներ ակնհայտ չերևան, դրանցից մեկը Մեղրի հարցն էր։ Ասում է 91 թվականից Արցախը հանձնված էր։ Բայց 91 թվականից մեզ չէին ասում, որ մեր տրամադրությունը չընկներ։ Իրահույսն ինչի վրա, որ մեր ժողովուրդը պիտի կարծի, որ Արցախը Մեղրին տարիներ, տասնամյակներ շարունակ հանձնված էր, բայց Ալիևն ասում էր, մինչև Նիկոլը չգա իր ձեռքով չտա այդ բանտիկը վրան դրած, ինքը չի ընդունելու։ Ես չգիտեմ ուրիշ որևէ տեղ, որտեղ կապիտուլյացիան ներկայացվի որպես հանճարեղ մի process, հիմա իրենք ինչ են ասում, հիմա ենք մենք անկախանում, հիմա ենք մենք ինքնիշխանություն ձեռք բերում։ Նա անոնսում էր, որ մենք պետք է փոխենք սահմանադրությունը, այն կարմիր զգեստ է մեր հագին, ուլերին խրտնացնում ենք, ինչ պետք է անել, որպեսզի կանգնեցնենք այդ ընթացքը, որ երկրի մայր օրենքը չփոխվի։ 15 թվականի սահմանադրությունը ընդունվելիս ինքը ազգային ժողովում կանգնած ասում էր, սա Սերժ Սարգսյանի հագով կարվող սահմանադրություն է։ Հիմա հասկանում եք, ինքը այդ սահմանադրությունը մերժում է, որպեսզի Ալիևի հագով սահմանադրություն կարի։